Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Գերմանիայից 5000 զինծառայող դուրս բերելու մասին։ Մենք պատրաստվում ենք զգալի կրճատումներ անել եւ կրճատում ենք ավելի քան 5000 զինվորականի, ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Իրանը Վաշինգտոնին է փոխանցել ռազմական գործողությունների դադարեցման 14 կետից բաղկացած ծրագիր։ Թեհրանի պահանջները ներառում են չհարձակման երաշխիքներ, ամերիկյան զորքերի դուրսբերում Մերձավոր Արևելքից, ծովային շրջափակման վերացում, իրանական սառեցված ակտիվների ապասառեցում, փոխհատուցումների վճարում, պատժամիջոցների վերացում, պատերազմի ավարտ բոլոր ճակատներում, այդ թվում Լիբանանում եւ այլ կարևոր հարցեր։ Թրամփը հայտարարել է, որ արդեն ուսումնասիրել է ծրագիրը եւ այն անընդունելի է որակել։ Ինձ համար դա անընդունելի, ասել է նա։ Մինչ այդ նա ասել էր, որ Իրանը դեռևս բավականաչափ բարձր գին չի վճարել այն բանի համար, ինչ արել է մարդկությանն ու աշխարհին վերջին 47 տարիների ընթացքում։ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը ծննդյան առթիվ կնոջից նվեր է ստացել տորտ խեղտողակի պատկերով, որի վրա գրված է եղել «Երբեմն երազանքները կատարվում են»։ Նախարարը տարիներ շարունակ կոչ է արել ընդունել օրենք, որը կթույլատրեր մահապատժի ենթարկել ահաբեկչության համար դատապարտված անձանց, եւ վերջերս նրա ցանկությունը կատարվել է։ Ընդունվել է օրենք, որը մահապատիժ է սահմանում իսրայելցիների սպանության համար մեղադրվող պաղեստինցիների համար։ Շվեդիան տիեզերք է ուղարկել իր առաջին ռազմական արբանյակը Ռուսաստանում ռազմական թիրախները լրտեսելու համար։ SpaceX-ի կողմից Կալիֆոռնիայի Վանդենբերգ ավիաբազայից իրականացված արձակումը տևել է մոտ 10 րոպե։ Արբանյակն իր նշանակված ուղեծիր կհասնի մոտ 1 ամսից։ Ճապոնիայի խաղաղությանը միտված սահմանադրության ընդունման 79-ամյակի առթիվ Տոկիոյի փողոց է դուրս եկել 50,000 մարդ, ինչը ռեկորդային ցուցանիշ է վերջին տարիների համար։ Ցուցարարները դեմ են երկրի նոր վարչապետի կողմից սահմանադրության վերանայմանն ու ռազմականացմանը։ Նրանք պաստառներ են պարզել ոչ պատերազմին, մենք թույլ չենք տա, որ սահմանադրությունը փոխվի կարգախոսներով։ Կոլումբիայում Monster Truck մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով զոհվել է 2 մարդ, եւս 37-ը վիրավորվել։ Շոուի ժամանակ մասնակից մեքենաներից մեկը, որ կին էր վարում, մանևր կատարելուց հետո կորցրել է կառավարումը եւ բախվել հանդիսատեսի խմբին, հաղորդում է Blue Radio-ն։ Թերմոսներ, որոնք կարող են կուրացնել մարդկանց։ Թերմոս հայտնի ընկերությունը հետ է կանչել ավելի քան 8 միլիոն թերմոս։ Պատճառը դեֆեկտային կափարիչներն են։ Բացելիս դրանք կարող են դուրս թռչել, լուրջ վնասվածքներ պատճառելով։ Դրանց պատճառով արդեն 3 մարդ կորցրել է տեսողությունը։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։